Արտեմ Պատրաստական։ Պարոն Սաղաթելյան, ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացին։ Երեք այդ մասին արդեն ասել եմ, որ ակնհայտ է բոլոր ազդեցիկ անձանց, ովքեր կանգնած են Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ովքեր ժամանակահատվածում օգնել են Արցախին, բարձրաձայնում Արցախի հարցի մասին, այս իշխանությունների կողմից թիրախ է։ Հետևաբար այս ամբողջ հալածանքները, բռնությունները, այս ամբողջ պետք է նայել այդ կոնտեքստը։ Մնացածը արդեն փաթեթավորման հարց է, Նիկոլ Փաշինյանը իր սրիկայությունները դրավ արտադրած։ Փաստորեն եկեղեցին աջակցել նշանակում է իշխանությունը զավթել, սա է այս իշխանությունների եւ ուժեղների տրամաբանությունը։ Տեսեք, այս իշխանությունների տրամաբանությունը շատ հստակ է, վերացնել բոլոր դիմադրության օջախները, ազգային ուժերին, անհատներին, հեղինակություն, միջազգային կապեր, իրենցից ինչ-որ բան ներկայացնող մարդկանց, սա նաև իրենց վախի ցուցիչն է, որը շատ հետևողականորեն փորձում են այս ճանապարհով վախեցնել, լռեցնել, սա շատ ուղերձ է նաև բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սա է սպասում։ Սա շատ-շատերին մեկ անգամ ևս մտածելու տեղիք է տալիս։ Նաև նրանց, ովքեր մտածում են, որ իրենց հերթը չի հասնելու, այս պետք է բոլորը տեսնեն, գիտակցեն, հասկանան խորությամբ, թե ինչ է կատարվում մեր շուրջ, մեր երկրի ներսում եւ իրական ճշտանիները ինչ են անում այդ եկեղեցին։ Պարոն Սաղաթելյան, բազմական ժողովուրդի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հայտարարությունները եկեղեցու մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր, փորձ է արվում տպավորություն ստեղծել Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղից ու իրենց ձևերով ասած ինչ-որ բան անել, ասում է, եթե կոնկրետ լուծումներ ունի Հայաստանի Հանրապետությունը ու չի հանդուրժի ինքը, որ որևէ մեկի դեպքում փոթորկի նման բաներ ասի։ Դե ինչ է ասել է եկեղեցու կողմը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանությունից, պետությունից, պետականությունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը Հայաստանի ինքնիշխանության և պետականության առհասարակ թշնամին է։ Դա ակնհայտ է։ Իսկ այն մյուս հայտարարությունը, որ պետք է ազգայնացվի, պետականացվի հեծը և այլ նմանատիպ կառույցներ, դա էլ շատ հստակ պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Առհասարակ ռուսական կապիտալով ընկերությունները, հեծը կլինի, վաղը կլինի Գազպրոմ Արմենիան, Ատոքաջարյանը, այսօրը Հարավկովկասյան երկաթուղիները, ինքը պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հասնի Թուրքիա։ Այսա սրա քաղաքականության վերջը եւ սենց մեծ կապիտալով փորձում ամսի 20-ին գնալ Թուրքիա ներկայացնելու, թե տեսեք ես ինչեր եմ անում եկեղեցու դեմ պայքարելու։ Դուք ուղիղ կապ եք տեսնում շատ ուղիղ եւ շատ ուղիղ հասկանում եմ ինքը քայլեր ձեռնարկում ռուսական կապիտալով ընկերությունների, ռուսական ազդեցությունը ստեղ թույլատնելու եւ դրա փոխարեն Թուրքիան Հայաստան յցնելու ուղղությունը։ Այս է սրա քաղաքականության ուղիղ պարզ բանաձևը ինչ ուզում է որ անի։ Մնացածը արդեն այս ամեն ինչը ոնց կարա փաթեթավորի մեր ժողովրդին խաբելու համար, դա իր եւ իր վարպետների, տերերի վարպետների։ Ցանկացած գյուղ, երբ որ գնում եմ, ասում են փչացել է։ Ոչ մի լավ բան, ոնց որ ներկայացնում են սա պատմական առաջին դեպքն է եւ այլ, Նիկոլ Փաշինյանի կառավարման յոթ տարիները բոլորը ձախողման, պարտության, նվաստացման, հերթական գնում է իրականում, ասես պետք է շատ բառացի արդեն ամենից ձևակերպել, գնում է ավակ երկրից նոր հրահանգներ ստանալու համար։ Իսկ եթե այն խոսակցությունը, որ կային օրակարգը նաև գնում է Անկարայում քննարկել Բաքվի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որ իրականում կապիտուլյացիա է, ու արդեն Թուրքիան միջնորդ դառնում հայ-ադրբեջանական հարաբերություններին, արդեն ամեն ինչ Պարոն Սաղաթելյան, իսկ ինչ եք անում դուք ձեր քաղաքական ուժը կանխելու այս սցենարները, որոնց մասին նշում եք։ Այս
հարցը sense անհանգստացած ինձ հետ ես սիրով աման անգամ Ես չէի հիշում, որ Աստո 5 տարվա ընթացքում կարծում ինչ են կարել բոլորի աչքի առջև առհասարակ այդ հարցը պետք է տակ նրանց ովքեր ինչ է գնալ որևէ բան չեն արել եւ շատ հստակ ասում եմ այս բանը լուրջ փորձակցություններ են ունենում ավելի փոքրին գործընթաց ավելի կոնկրետ գործընթացի ենթադրում են այլ գործողություններ ավելի կոնկրետ ավելի հստակ էս բան չեն կարող որոշնակորեն ասել բայց կարող հստակ ասել որ դա փորձակցություն տարբեր ուժերի կանցկացների միջև ստեղծված իրավիճակում համարժեք քայլեր ձեռնարկելու Պարոն Սաղաթելյան, եւ Փաշինյանը նամակների միջոցով օրինակ նույնիսկ ԲԴԽ-ի նախագահ է աշխատանքից հանում։ Այս պարագայում դատարանից ինչ ակնկալիքներ են։ Առհասարակ Նիկոլի դատարաններից մեծ ակնկալիք հայալը ես քանի որ գործը շատ ջուրը շատ ծածկալի ծաղրի առարկա է սա ամեն ինչը դրա համար մի տոկոս հույս ունես արդարության չգիտեմ ողջամտության բայց ընդհանրապես որ իրավիճակը դատարաններից Տեսեք, այսօր մի ամենը մեկ ժամ առաջ եմ Շուտանա մեր պետությունը պատրաստված մարդկարավերը դիմավորելու այս ծանր աշխարհական պայմաններում երկրի շուրջ ինչ է տեղազելու Փաշինյանի գործողություններից արդեն պատմական սակարկություն չի սրա առաջնորդում երկրի տարածքային իշխանության պետականությունը չի այս իմաստով որպես դες ինչ է կատարվում մեր շուրջ նորը Հայաստանի իշխանությունները բավականին մտահոգիչ են